Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Քոչարյան, վերջին օրերին հավանաբար ձեր մասնագիտական ուսումնասիրությունների համար լայն դաշտ է բացված, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի գրոհները եկեղեցու և հոգևորականների դեմ, որը հավանաբար տեխնոլոգիա է, որի կիրառման տեսանկյունից այս զույգը կարծես բավականին վարպետացած է, ինչ է կատարվում և գլխավորապես որն է թիրախը։ Եթե մի փոքր հետ գնանք, կհիշենք, որ մինչև եկեղեցին այդ բառամթերքով Աննա Հակոբյանը սկսեց դեռ իր այդ հայտնի նորաձև կրթվելու իր կամպանիան նման բառապաշարով։ Ես կարող եմ ենթադրել, որ երկու խնդիր են փորձում լուծել։ Նախ Նիկոլ Փաշինյանն իր թուրք-ադրբեջանական տերերի հետ սուրճ խմելուց կարծում եմ ստացել է ինչ-որ ազդակներ, ընդ որում բավականին իր համար ոչ այդքան բարենպաստ, ենթադրում եմ, որ ասել են, որ դու անգամ տեղում չես տիրապետում իրավիճակին, դու ոնց ես ուզում ինչ-որ մի բան կնքես, որտեղ այնտեղ կա նաև շատ հարցեր, որը կարող է ներսում բավականին ծանր ընդունվել, եթե դու անգամ այս հարցերը չես, դրա համար ինչ-որ այսպիսի բան է սկսվել, որը չգիտեմ ուր կհասցնի և արդյոք դա դրական կազդի իրենց վրա, իրենց համար թե ոչ, և երկրորդ հարցը, որ ասում եմ դեռ Աննան էր սկսել, դա հայտնի էլեկտորատի, այսինքն այն էլեկտորատի, դա հիմնականում ավելի շատ Վարդան Ղուկասյանի էլեկտորատն էր, որը սիրում է հայհոյախառ այդ բառապաշարը, իրենց թվում է, որ այդ էլեկտորատից հատկապես երբ Վարդան Ղուկասյանը հիմա ազատության մեջ չէ և պարզ չէ կլինի չի լինի, որ ցանկացած մոտակա ընտրությունների ժամանակ այդ էլեկտորատից փորձի տանի։ Այս առումով ես կարծում եմ բավականին լուրջ խնդիր կունենա և չի կարող բերել, որովհետև այդ էլեկտորատը իր էլեկտորատն է եղել։ Գնացել է։ Եվ գնացել է ոչ թե նրա համար, որ ինքը չէր հայհոյում, իսկ Վարդան Ղուկասյանը հայհոյում էր, այլ գնացել է նրա համար, որ ինքը 7 տարի խոսք է տվել, որ Թալանը հետ կբերի, բայց Թալանի հետ բերելը չի էական այդ էլեկտորատի համար, այդ էլեկտորատի համար շատ ավելի էական է, որ այդ Թալանը հետո պետք է իրենց բաժաներ, ու քանի որ չի բաժանել ու չի էլ բաժանելու, այդ էլեկտորատը դեպի իրեն չի գնալու, որովհետև այդ էլեկտորատը 18 թվականի մայիսից անհամբեր սպասում էր, թե երբ պետք է իր բաժին, այսինքն միֆեր են փլուզվել նրանց համար։ Իհարկե, և ոչ միայն նրանց համար, շատերի համար տարբեր միֆեր, բայց կոնկրետ այդ էլեկտորատի համար խնդիրը նորից եմ կրկնում, դա հայհոյախառը լեքսիկոնը չէ, դա այն չկատարված խոստումներն են, ընդ որում ի սկզբանե պարզ էր, ցանկացած բանական մարդու, որ դա անհնար է լինելու, անգամ եթե այսպես կոչված Թալանը հետ բերի, դա չի բաժանվելու հատիկ առ հատիկ, այսինքն անգամ եթե այդ քյաբաբ առ քյաբաբը հետ գար, այդ քյաբաբը չէր գնալու այդ էլեկտորատին։ Քյաբաբից ժողովուրդը չէր ուտելու։ Սա է խնդիրը, այսինքն 7 տարի այդ մարդիկ սպասել են, որ պետք է լավ ապրեն, իրենց պետք է փայ հասնի, իրենք ավելի վատ են ապրում, որովհետև գները բարձացել է, որովհետև տնտեսությունը վատացել է, որովհետև հարկերը շատացել են, տուրքերը վատացել է և այսպես շարունակ։ Եվ այդպես շարունակ։ Պարոն Քոչարյան, եկեղեցին մի կառույց է, որի շուրջ համախմբումը միշտ եղել է հայոց պատմության ընթացքում և մեր ժամանակներն էլ հավանաբար բացառություն չեն։
որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը փորձեն սևացնել հոգևորականությանը, եկեղեցին փորձեն արատների մեջ թաթախել, որքան էլ Նիկոլ Փաշինյանը սաղմոսներ մեջ բերի իր Facebook-յան պատին, առնվազն սոցցանցի ուսումնասիրությունները, մեկնաբանությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆեյքային հատվածը հանած հանրությունը ըմբոստանում է այս գործընթացի դեմ եւ հասկանում է, թե խորքում ինչ կա, ինչին է ուղղված սա ու թիրախը որտեղ է։ Մարդիկ գուցե շատ հիացած չլինեն հոգևորականներով, բայց նրանք հասկանում են, որ խոսք է գնում մի միավորի մասին, որը ավանդաբար եղել է ազգայինի գրողը ու սա արդեն շատերին կարծես թե արթնացնում է։ Այս արշավը հակառակ ազդեցությունը չի ունենա իրենց համար։ Տեսեք, դուք ասում եք ֆեյքերի, բայց ես անգամ ֆեյքերի հիմա այդքան շատ չեմ հանդիպում։ Նույնիսկ Ես գոնե չեմ հանդիպում։ Միգուցե ես սոցիալական ցանցերում վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չեմ, թե ես նկատի ունեմ իրենց գովաբանող ֆեյքերի։ Ես հասկանում եմ եւ եկեղեցուն հայոյող։ Ես հասկացա դուք ում նկատի ունեք, ես դա այդքան շատ չեմ տեսնում, Այսինքն կան ինչ-որ անհատներ ԿՊ-ից եւ որ շատ ակտիվ են, որովհետեւ հրահանգը իջեցված է եւ պետք է անեն, կամ իրենք էլ են այդպիսին։ Բայց ընդհանուր առմամբ ես չեմ տեսնում շատ մեծ, այսպես ասած, ալիք Նիկոլ Փաշինյանի մտքերին ինչ-որ պաշտպանող կամ եւ ընդհակառակ։ Ընդհակառակ ես տեսնում եմ հակառակ ռեակցիան, ընդ որում հակառակ ռեակցիան շատ տարբեր է, սկսած ջղայնությունից, ինչ-որ բարկացած, ինչ-որ մարդ վերջացրած, ես տեսնում եմ ոնց են ձեռ առնում։ Իդեպ ամենաշատը վերջին շրջանում ու հատկապես երիտասարդների շրջանում այս իշխանության պրոբլեմը հենց նա է, որ իրենց ծաղրում են, այսինքն իրենք դարել են ծաղրի առարկա բոլոր հարցերում, մասնավորապես նաև այս հարցում։ Որովհետև իհարկե ոչ ոք չի ասում, որ եկեղեցին ընդ միայն սրբեր են։ Բայց դա միշտ է այդպես եղել, եկեղեց 1700 տարի պատմություն ունեցող եկեղեցին, այստեղ խոսքը անհատներ, ով ասես կարող են լինել Պետրոս Գետադարձից ամենավատից ենթադրենք վերջացրած մեր տեսած Վազգեն առաջինը, որը համարյա սրբադասված էր դեռ կենթանության օրոք ժողովրդի կողմից։ Բայց խոսքը ինստիտուտի մասին է, որը միշտ այդ թվում նաև օբյեկտիվ պայմաններով չունենալով պետականություն, պահել է այն ազգայինը, պահել է այն պետականության այն մասունքները, հայկական եկեք չմոռանանք, որ տարերից սկսած, այսինքն մշակութային է եղել, այդ մշակույթը կրել է հայ առաքելական եկեղեցին, Մեսրոպ Մաշտոցից մինչև Կոմիտաս, բոլոր այդ միջնադարյան բոլոր գործիչները նարեկացի, բոլորը, Թորոս Ռոսլին, ուզում եք նայեք, բոլորը հոգևորական են եղել, որովհետև քանի որ չի եղել, ասում եմ, դա օբյեկտիվել է, չի եղել պետություն, պետականություն, այն ինչ որ պետականության ինչ որ ինստիտուտներ եկեղեցին վերցրել է իր վրա։ Հիմա գնում է պայքար իբր անձի դեմ կամ անհատի դեմ, բայց հասկանալի է, որ իրենց պայքարը ինստիտուտի դեմ է։ Ես վստահ եմ, որ դա չի ստացվելու, ավելին հակառակ էֆեկտ է ունենալու, որովհետև ես միշտ որ հարցնում են, հավատում եք, չեք հավատում, աթեիստ եք, թե հավատացյալ եք, դա իմ խոսքերը չի, դա հայտնի խոսքեր են, ես ասում եմ, որ ինքնաթիռի շասին պոկվելուց հետո ցանկացած աթեիստ դառնում է հավատացյալ։ Շատ արագ, այսինքն կա միևնույն է այդ հավատը, կա վստահությունը, նորից եմ կրկնում, ոչ թե անհատների, այլ ինստիտուտի նկատմամբ,
որովհետև ես շատ մարդիկ գիտեմ, որոնք պարզապես մտնում են եկեղեցի որպես Աստծո տուն առանց շփվելու ենթադրենք հոգևորականի հետ։ Հա, իրենք իրենց աղոթքն անում դուրս են գալի։ Այստեղ խնդիրը անհատները չեն, նորից եմ կրկնում։ Խնդիրը ինստիտուտն է, Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտը։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ինստիտուտից ներս սողոսկել, ինչպես նա անում է այլ ինստիտուտների դեպքում, չէ՞։ Մենք գիտենք, երկրի գլխավոր դատավորը իհարկե այս ամենը ճակերտների մեջ ինքն է, գլխավոր քննիչը ինքն է, անգամ գլխավոր շինարարն է ինքը, հիմա փորձում է նաև իրեն վերապահել իրավունքներ, որոնք երբևէ չեն եղել աշխարհիկ իշխանության իրավասությունների ներքո, հա, նա որոշում է, որ կաթողիկոսի բարևարկության հարց պիտի քննարկվի, այս կամ այն հարցը պիտի քննարկվի, այդ ամենը անում է շատ ցածր փորձում անգլիական փորձը վերցնել, երբ անգլիացիները կաթոլիկներից անջատվել են եւ ստեղծել են այդ անգլիկանյան եկեղեցին, հա, մինչեւ այսօր էլ Անգլիայի թագավորը կամ թագուհին այդ եկեղեցու գլուխն է։ Ես ենթադրում եմ, որ հավակնում է այդ փորձը բերել հայ առաքելական եկեղեցու վզին փաթաթել։ Ընտրված մեթոդներին կուզեմ անդրադառնալ, պարոն Քոչարյան, նրանք եւ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը զգայուն հարցեր են բարձրացնում, երևի քաջ գիտակցելով, որ դրանք հարցեր են, որոնք հասարակության մի մասի վրա հաստատ ազդեցություն ունենալու են, անկախ դրանից իրենց սիրելի օդում կախված լուրերից են, թե հաստատված ու փաստարկված ինֆորմացիա են, խոսքը մանկապղծության մեղադրանքների մասին է, խոսքը հոգևորականների, այսպես ասած, անկողին մտնելու մասին է, եւ այս մասով իհարկե ոչ մի փաստարկված տեղեկություն չկա, ավելին ասեմ, մամուլի արած հարցումներով որևէ գործ հարուցված չի, եւ իդեպ Արշակ Սրբազանը չէր բացառել նաեւ այդ տարբերակը դատարան դիմելու, անդրադարձեք այս հարցերին։ Ինչ նշանակում չէր բացառել, ես զարմանում եմ, որ մինչև հիմա չկա հայց դատական։ Ես զարմանում եմ, ազնվությամբ եմ ասում։ Հատուկ են ընտրել այդ խումբ հարցերը, որպեսզի կարողանան իրենց կարծիքով ավելի հեշտ ազդել հանրային գիտակցության վրա։ Այո, հատուկ են ընտրել, ընդ որում կոնկրետ ես հիմա հատիկ անցնեմ, օրինակ հայ առաքելական եկեղեցու մասին տարբեր ժամանակներում, տարբեր բաներում շատ բաներ ենք լսել, մանկապղծություն չի եղել։ Դրա մասին միշտ խոսացվել է կաթոլիկ եկեղեցու եւ մանկապղծության թեման ինքը հատուկ բարձրացնում է արտաքին աշխարհի համար, որպեսզի այնտեղ հասկանալի լինի, որովհետև դա կաթոլիկ եկեղեցում բազմիցս բարձրացված հարցեր են եղել, անգամ եղել են դատական գործեր եւ այլն եւ այլն։ Բայց ես խորհուրդ կտամ, եթե դժվար ինքը տեսած լինի, նայի ես վերջի, հա, Օսկարի ներկայացված ֆիլմը Կանկլավը, որտեղ որ հասկանա, որ այո, այնտեղ կարող են լինել դատական գործեր, այնտեղ կարող են, բայց դրանից միևնույն է, մարդիկ չեն դադարում հավատալ կաթոլիկ եկեղեցուն, նույնը այստեղ է լինելու, մարդիկ չեն դադարելու հավատալ հայ առաքելական եկեղեցուն, եւ մարդիկ կարող են ինչ որ առումով, հա, մի պահ զարանալ, բայց փորձը ցույց է տալիս, որ չեն մտնում այն շրջանակը, ինչը ուրվագծված է բուն եկեղեցական կանոնակարգով։ Այսինքն դա ոչ մեկի գործը չէ։ Ինչպես եւ ոչ մեկի գործը չէ, թե ում երեխան ումից է։ Եվ ինչպես պիտի դա ապացուցեն։ Եվ ինչպես դա պետք է ապացուցեն, այդ թվում նաեւ ոչ եկեղեցականների, որովհետև շատերի մասին աշխարհիկ եւ հա իշխանական, ոչ իշխանական տարբեր տարիների նման խոսակցություններ կան, բայց դա չի նշանակում, որ պետքա երկրի ղեկավարը այո վեկալի ու մտնի ինչ որ մեկի անկողին, անկախ նրանից ով է դա, որովհետև ինքը չի հասկանում, որ բացում է Օվերտոնի պատուհանը, չէ որ եթե ինքը այսօր երկրի ղեկավար է եւ ենթադրենք ունի ինչ որ տվյալներ, ես ամենևին վստահ չեմ, որ իր մասին էլ չէ տվյալներ ունեն։ Իհարկե։ Ինքը բացում է Օվերտոնի պատուհան, որը կարող է բումերանգի նման շուռ գալ իր դեմ։
Եվ հետո ես ասեմ նաև, իրենք չեն հասկանում, որ իրենք այնքան են իջեցրել այդ սանդղակը բարոյական կարմիր գծերի, որ շատ դեպքերում հիմա իրենց ասածը անգամ նույնիսկ եթե փաստեր բերեն, դա աշխատելու է 1 օր, հետո մոռանալու են, հետո ուրիշ նոր օրակարգ ալու։ Տեսեք, Աննա Հակոբյանը ասում է, քանի որ ինձ չէիք լսում, ես ստիպված իջա այդ մակարդակին, որպիսի իմ ձայնը լսելի դառնա, եւ այո, այդ ձայնը նրա կարծիքով դարձավ լսելի։ Ում համար լսելի, ինչի համար լսելի, ինքը երբ էլ ինչ գրել է միշտ էլ նույն ձևի լուսաբանվել են, իդեպ ինչին ես միշտ դեմ եմ եղել, որ լրատվամիջոցները ամեն ինչը վեկալում ու լուսաբանում են, քննարկում են, կանչում են ինչ-որ մասնագետների այ հիմա որ ու դրա մասին են խոսում, կարծեք թե երկրում այլ խնդիր չկա, ես իրականում տեսեք ինչ է կատարվում, հա, անցյալ տարվա համեմատ Եթե մենք խոսում ենք նորմալ թեմաներից, իրական խնդիրներից։ Այո, տեսեք, Հայաստանից դուրս եկող շրջանառության մասին է խոսքը, տնտեսության մասին է խոսքը, հա, էքսպորտի քանակը կրճատվել է 2.5 անգամ, իմպորտինը 2 անգամ։ Այդ դուք մի պահ որ պատկերացնեք դա ինչ է, հա, դա այն է, որ այսօր խնդիր ունեն բազմաթիվ բյուջետային ծրագրեր իրականացնելու։ Դա այն է, որ գումար չի մտնում, դա այն է, որ այդ հարկերը չեն վճարվում, որովհետև չկա այդ տնտեսությունը, այսինքն մենք դա թողած, հա, ես չեմ ասում ես դա քննարկեմ, դա պետք է դուք կանչեք տնտեսագետներ, իրենց հետ քննարկեք։ Մենք ընկել ենք ինչ ենք քննարկում, հա, հələ մի հատ տեսեք ուր ենք մենք էլ իջել, որովհետև մենք քննարկում ենք ինչ է էլի, ուզում եմ հասկանալ ինչ բառեր ենք քննարկում։ Մյուս կողմից, եթե թույլ տաս այդ, այսպես ասած, ներարկումը հանրային գիտակցության մեջ անխոչնդոտ գնա, գուցե հետևանքները լինեն ավելի վատը, քան այն, ինչ հիմա մենք այսօր քննարկում ենք։ Այն ինչ որ ես տեսա գրառումից, հենց առաջի գրառումից հայտնի այդ բառերով համեմված, ես գոնե տեսա առաջին հերթին հասարակության լայն շերտերի, հա, զայրույթ։ Դա չէր կարող մտնել, ում ուղեղը պետք է մտնի, դա մտածը առանց դրա էլ։ Ու երևի դուրս էլ չի գա։ Ենթադրում եմ, հա, իսկ ումը չի մտնելու, մենք քննարկենք, չքննարկենք, դա հակառակ ռեակցիա է տալու, մարդիկ զայրանալու են, մարդիկ զզվելու են, ուրիշ ռեակցիա ցանկացած նորմալ մարդու կողմից անհնար է պատկերացնել։ Պարոն Քոջյան, այս ամենը նաև դիտարկելի է նախընտրական տրամաբանության շրջանակում, դուք ձեր խոսքում նշեցիք, որ նաև, այսպես ասած, անտեր մնացած մի շերտի համար է կռիվանում Նիկոլ Փաշինյանը, որը իրենից ժամանակին պոկվել է, ու եթե նաև սրան գումարենք այդ ճակերտավոր կրթարշավը, որը տևական ժամանակ իրականացվում է, այնտեղ շեշտադրումները ուղղակի նախընտրական են, տպավորություն է, որ հենց դրա, այսպես ասած, թեզերն էլ ծառայելու են որպես առաջիկայում այդ զույգի նախընտրական ծրագիր։ Այդ թեզերը իրական Հայաստանի թեզերն են, թեև իրենք չեն թողում, հեռախոսները բոլորից հավաքում են, կամերա չեն թողում եւ այլն, բայց պարզ է, չէ, մարդիկ մտնում են, լսում են, պատմում են, հասնում է, պարզ է, որ այնտեղ մի խնդիր կա, լուծում են իբր իրական Հայաստանի իրենց այդ թեզի խնդիրը, չեմ կարողանում հասկանալ ինչու հենց այդ կրթվելը նորաձև է շրջանակում, իրենց գործն է, ոնց են անում, ես պարզապես, ասենք, երբ որ լսում ես կրթողների բառապաշարը, ու ես ուզում եմ պարզապես հասկանալ այն մարդկանց, հասկանալով, որ մի մասին զորով են տանում, մի մասը ստիպված են, որովհետև այլ տարբերակ չունեն, կկործնեն, վախացնում են, գործից կհանեն, բայց այնուամենայնիվ,
այդ մարդիկ, որ իրենց հայլու մեջ նայում են ու տենում են ովքեր են իրենց կրթում եւ ինչ բառապաշարով, իրանք իրանցից չեն զզվում, ինձ է դա հետաքրքիր։ Իդեպ խոսքը հավանաբար նաեւ հանրային հայտնի դեմքերի մասին է եւ առանձին ոլորտներում որոշակի հաջողություն ով կրթվում է այդպես, ես դրանց մասին եմ ասում։ Հասկանալով մի մասին կնորից եմ կրկնում, օբյեկտիվորեն, որ այդ մարդիկ այլ տարբերակ չունեն։ Բայց այն մարդիկ, ովքեր գնում են իրենց կամքով եւ այլն, ես խոսքը դրանց մասին է։ Եվ ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ սրճախմության ընթացքում հավանաբար Էրդողանից ու Ալիևից Փաշինյանը իր համար բացասական ազդակներ է ստացել։ Եվ անձրևանոց պահելուց հետո Մակրոնի վրա, որը իր հերթին իր կնոջից ապտակ էր ստանում, մարդը անձրևանոց է պահում, ինչ ասեմ։ Գանք այդ ազդակներին եւ գանք անվտանգային իրավիճակին, կրակոցները Սյունիքի գյուղերի ուղղությամբ շարունակվում են, որևէ նախադրյալ չկա այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել, որքան էլ իշխանությունը հայտարարի, թե այս փուլում ժամկետների մասով են ինչ-որ քննարկումներ տանում, ամեն ինչ հակառակին է ուղղված եւ պահանջների, այսպես ասած, նորանոր շարան ենք մենք տեսնում։ Խնդրեմ, եւս մի թեմա, որի մասին այո հիմա մենք պետքա քննարկենք, ոչ թե ես իմ ինչի մասին խոսենք։ Վերջին շրջանում ինձ համար ամենատագնապալի հայտարարությունները, որ լսել եմ, եղել են երկու հայտարարություն, որը նույնն են, փաստա, բառացիորեն նույնն են եղել։ Դա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունն էր, որ պատերազմի վտանգը Սյունիքի հատկապես շրջանում շատ մեծ է, որը հետո բառացիորեն նույնը ասեց Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Տեսեք, երկու գերտերության լրջագույն, ֆիգուրներ նույն բանն են ասում։ Հետաքրքիր է, ոչ ոք եղել են իհարկե էքսպերտներ, որ դրան անդրադարձել են, բայց իրենց ոչ ոք չի լսում, չի ուզում լսի։ Որովհետև որ ակարգը սրանով է ծածկվում։ Դրա համար եմ ասում, մենք պետք է այս խոսակցություններով, որովհետև պետք է ռազմական էքսպերտներ հրավիրել, հասկանալ ինչ է, փորձել արտգործնախարարության դիվանագետների հրավիրել, հասկանալ այս ինչ էին ասում, ինչ է նշանակում այդ երկու գերտերության, այսօր աշխարհը կիսող, բոլորս տենում ենք ինչ է կատարվում, այսօր աշխարհը կիսում են փաստացի, երկրների պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը ասում են, որ պատերազմի վտանգը Սյունիքի հատվածում շատ մեծ է։ Եվ դրան գումարած տեսնում ենք այդ նույն ուժային բևեռների պայքարը ըստ էության Սյունիքում ազդեցություն ունենալու, իրենց հյուպատոսարանների բացել Միացյալ Նահանգները չի բացվել, Ֆրանսիայինը բացվեց, Ռուսաստանը արդեն 1 տարի ուզում է Ղափանում բացել այո հյուպատոսարան, առայժմ ձգվում է, Լավրովը իր այցի ժամանակ հատուկ նշեց դրա մասին եւ տեղից շարժվեց սա էլ։ Այսինքն իրատեսական է հնարավոր էսկալացիայի սրումը եւ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ահա այսպիսի հարցերով է զբաղեցնում։ Իսկ ինչով զբաղեցնի, մյուս կողմից, տեսեք, այդ մարդը ուրիշ օրակարգ չունի, ինք իր բոլոր, տեսեք, արդեն վաղուց չեն խոսում դելիմիտացիայից, չեն խոսում անգամ խաղաղության պայմանագրից, խաղաղության խաչմերուկից, լրիվ այլ օրակարգեր են, որովհետեւ ամեն ինչը այս մարդը պրավալա տվել, ամեն ինչը, ինք իրա ցանկացած գործ ֆեյլ է, նայ, ինչով զբաղեցնի, դրա համար այս մի տարի է ինքը փորձում է ինչ-որ բաներով համեմել այն ազատ տեղերը, որտեղ որ այն արանքները, որտեղ ինքը չի հանդիպում կամ չի ստացվում շարունակել թեմաները, ինքը ինչ է անում, ինքը հեծանիվ է քշում, պոդկաստ ավարում, լոբիա, ձվածեղա պատրաստում ինչ-որ նոր տարվա մնացորդներից, լոբիա մաքրում, ուղիղ եթերում, ինչ ասես անում է, հիմա էլ սկսել են հայհոյել, արդեն ուրիշ բան չի մնացել։ Պարոն Քոչարյան, այս դեպքում քաղաքական
համակարգը ստեղծված իրավիճակին ինչպես պիտի արձագանքի, որովհետև ընդդիմադիր դաշտ առնվազն խորհրդանական ընդդիմությունը, տիտղոսակիր ընդդիմությունը շարունակ խոսում է անվտանգային ռիսկերի մասին, շարունակ ահազանգում է սպառնալիքների մասին եւ նաեւ այդ process-ները մենք տեսնում ենք գետնի վրա ցավոք իրականանում են։ Հետևաբար ինչպես անել, որ դաշտը չլցվի Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան զույգով։ Տեսեք, թե պարլամենտական, թե արտապարլամենտական ընդդիմությունը 7 տարի է օրակարգեր ձևավորելու առումով պարտվում է։ Տեղեկատվական առումով։ Եվ տեղեկատվական, չէ, նու տեղեկատվական հիմա ես կարծում եմ այդքան չի պարտվում, այնուամենայնիվ վերջի 1 տարին տեղեկատվականով բավականին տեղի են տվել իշխանությունները, բայց օրակարգեր ձևավորելու առումով ընդամենը եղել է մի 2 ամիս, որից իդեպ հերթական այդ նյարդային բաները սկսեց մոտը, դա եղել է Բագրատ Սրբազանի այդ շարժման ընթացքում, երբ 2 ամիս օրակարգերը ձևավորում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Բագրատ Սրբազանը։ Ոչ մի այլ ժամանակահատված անգամ երբ շարժումներ էին, մարդիկ էին դուրսը, այդ անգամ այդ օրերին օրակարգերը միշտ ձևավորել է Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ ժամանակն է, վաղուց ժամանակն էր, հա, ուսումնասիրել, հասկանալ, իսկ ինչպես անել, որպեսզի օրակարգը ձևավորի ընդդիմությունը եւ մենք հիմա ոչ թե քննարկեինք ինչ որ հայոյախառն բառեր եւ եկեղեցու նկատմամբ այս արշավը, այլ քննարկեինք տնտեսության իրավիճակը, անվտանգության իրավիճակը եւ այլն եւ այլն։ Վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությանը անդրադարձակ, նաև հիշատակեցիք Նիկոլ Փաշինյանի նյարդային պորտկումները հավանաբար խորհրդարանում նրա պահվածքը նկատի ունեք, այս առումով օրակարգի ձևավորում չէր երկրորդ նախագահի հարցազրույցը կամ հարցազրույցների այսպես հաջորդականությունը, որը ընդհանուր առմամբ բերեց եւ իշխանականների հակազդեցությանը եւ նաեւ ընդդիմադիր որոշ շերտերի կարծես թե նմանատիպ արձագանքին։ Տեսեք, օրակարգ ձևավորելը չի նշանակում, այո, միգուցե դա ազդակ էր օրակարգ ձևավորելու, բայց դա Ռոբերտ Քոչարյանը տվեց այդ փետրվարին էր թե մարտին էր մեծ ասուլիսը ընդդիմությունը անգամ Հայաստան խմբակցությունը այդ օրակարգը չկարողացավ սպասարկել այսինքն ինքը սկսեց եւ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանով հետո նորից Ռոբերտ Քոչարյանը հետո նորից չի կարողանում խմբակցությունը սպասարկել դա ես հասկանում եմ, տեսեք, շատ բնական է, բոլորը գնում են ընտրության, բոլորը բոլորի նկատմամբ ունենալու են բնականաբար ինչ-որ նաև փոխադարձ այդ հրաձգություն։ Այստեղ խնդիրը դա չի, խնդիրը նա է, որպեսզի ընտրություններից առաջ ընդդիմադիր բոլոր շերտերը նստեն եւ պայմանավորվեն, ինչպես դա եղավ Գյումրիում։ Որ ինչ են անելու, կարող են այդ ընթացքում ինչ ասես իրար ասել, բայց գործողության առումով, հիմնական գործողության առումով եւ օրակարգեր սպասարկելու առումով գոնե պետք է ունենան պայմանավորվածություն։ Ես կարծում եմ առայժմ դա էլ չկա, դա էլ է ընդդիմության խնդիրը։ Հասկանալի է եւ վերջում պարոն Քոչարյան արտաքին ազդակներին անդրադառնանք, մշտապես երբ մենք ձեզ հետ խոսում ենք ստեղծված իրավիճակից, խոսք է գնում նաեւ տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժային կենտրոնների դիրքորոշումներից, դրանց հնարավոր փոփոխություններից, որոնք այս փուլում գուցե արդեն նկատելի են պայմանավորված ուկրաինական հակամարտության շուրջ զարգացումներով, այնտեղ էլ չնայած խաղաղության մասին դեռ վաղ է խոսել, մեզ ոչ պակաս հետաքրքիր է Իրանի շուրջ։ Իրանը ավելի կարևոր գուցե մեզ համար եւ ավելի կենսական, այս մասով ինչ ազդակներ են փոխվել, ինչ ազդակներ կան հիմա։ Դե ճիշտն ասած այնպես չի, որ մենք հիմա գիտենք, որովհետեւ անգամ
լուրջ խաղացողները չեն հասկանում ինչ է կատարվում, հա, որովհետև պարզ է, որ ռուս-ամերիկյան բանակցություններ են ընթանում, դրան զուգահեռ սկսվեցին ռուս-ուկրաինական բանակցությունները, ինչով կավարտվի դեռ պարզ չէ, բնական է, որ կա իսրայելական ճնշում Միացյալ Նահանգների վրա Իրանին հարվածելու, դա էլ ենք տեսնում եւ Աստված մի արասցե, որ կարողանան համոզել, այս ամեն ինչը ես կարծում եմ մեկ ընդհանուր փաթեթի մեջ է լինելու, այս մեծ պայմանավորվածության, որտեղ առայժմ երկու գործող ֆիգուրանտ ենք տեսնում, բայց ես չեմ հավատում, որ երրորդը չի միանալու ինչ-որ պայից, խոսքը Չինաստանի մասին է, որտեղ Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին անպայման աշխարհը կոպիտ ասած բաժանելու, նոր բաժանելու գործընթացին անպայման Չինաստանն էլ է միանալու, եւ այդտեղ բնականաբար աշխարհաքաղաքական ֆիգուրանտներից բարձի գործելու են ռեգիոնալ ֆիգուրանտներ, որտեղ Թուրքիայի դերը արդեն շատ մեծ է եւ չեն կարող հաշվի չնստել, փորձեցին Սիրիայով հա մի փոքր թուլացնել, թեև թվում էր թե ուժեղացրել են դիրքերը, բայց այնտեղ շատ խնդիրներ առաջացան, պարզ է, որ Իրանը ինչքան էլ որ հիմա թուլացած լինի, փորձելու է պահել իր ռեգիոնալ խաղացողի դերը, եւ ամենահետաքրքիրն նա է, որ Ադրբեջանն է փորձում դառնալ ռեգիոնալ խաղացող, ընդ որում բավականին լուրջ, մենք տեսնում ենք, որ Թուրքիա, Իսրայել այս առայժմ հակամաբան, հա, այսպես ասած, բարդ հարաբերությունների պայմաններում, ինչպես է Ադրբեջանը սիրախաղեր տալի Իսրայելի հետ։ Հա, ուզում եմ ասեմ, ամեն ինչ շատ բարդ է, այնպես չի, որ հիմա այսպես դնենք, սենց մոզաիկայի նման հավաքենք կամ փազլի նման եւ ստանանք մի գեղեցիկ պատկեր, որովհետև նույն Եվրոպայում բավականին բարդ իրավիճակ է կախված նրանից, թե ինչպես իրենք կպայի Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ վերջին շրջանի Եվրոպան, վերջին 30-40 տարիների Եվրոպան շատ էր կախված Միացյալ Նահանգներից, հատկապես անվտանգային առումով, ինչի մասին Թրամփը բազմիցս ասեց, հա, ուղիղ ասում է, եւ հիմա մենք տեսնում ենք, որ եվրոպական շատ երկրներ, խոսքը հիմնական ֆիգուրանտների մասին է, Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա փորձում են իրենց ռազմական ծախսերը մեծացնել, հասկանալով, որ կարող է եւ Միացյալ Նահանգները, հա, փաստի առաջ կանգնեն եւ Միացյալ Նահանգները չպաշտպանի իրենց։ Այսինքն այս իսկ դա բերում է հերթական ինչ-որ Եվրոպայի համար տնտեսական, որովհետև խնդիրների, որովհետև այնտեղ սովոր են լրիվ այլ կյանքի, հիմա երբ այդ ծախսը գնա ռազմականի, բնականաբար շատ ծախսեր, այո, սոցիալականից դուրս են գալու։ Այսինքն այս վիճակը, պարոն Քոչարյան, անկանխատեսելի հնարավոր սցենարների հավանականություն է ստեղծում նաև հենց մեր տարածաշրջանում։ Գիտեք, անկանխատեսելի չասենք, որովհետև կան եւ կանխատեսելի, բայց բազմաթիվ են այդ սցենարները։ Որ սցենարով իրականում կընթանա, ես կարծում եմ անգամ գործող այդ ակտորները այս պահին դեռ վերջնական չգիտեն, իրենք էլ ունեն մի քանի բնականաբար զարգացման սցենարներ, որը քննարկվում են, այնպես չի, որ իրենք թաքուն են պահում իրենց համար, բոլոր սցենարները քննարկվում են, բայց որով կընթանա, ես կարծում եմ իրենք էլ դեռ վերջնական չգիտեն։ Շնորհակալ եմ վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։